Ռուսաստանում Հայաստանի դեսպանատանը, հայ համայնքն ու հայ գործարարները սպասում են Հայաստանի վարչապետին։ Նոր Նախիջևանի և Ռուսաստանի հայոց թեմի առաջնորդ Տեր Եզրաս arczepiskopos Ներսիսյանի աղոթքից հետո վարչապետ Կարեն Կարապետյանը խոսեց պաշտոնական այցի և ռուս գործընկերոջ հետ ունեցած քննարկումների մասին։ Կառավարության ղեկավարը տեղեկացրեց, որ Դմիտրի Մեդվեդևի հետ քննարկել են ներդրումների ծավալն ավելացնելու, հիմնադրամ ստեղծելու հնարավոր ուղիները։ Համապատասխան գերատեսչություններին հանձնարարականներ են տրվել վերլուծելու նման հիմնադրամ ստեղծելու հնարավորությունը, ներդրումային համագործակցության ուղղությունները և ֆինանսավորման աղբյուրները։ Российско-армянского интеграционного фонда. Ռուսական կապիտալը ընդլայնելու համար կստեղծվի հայ-ռուսական ինտեգրացիոն ֆոնդ, պայմանավորվածություն կա գյուղատնտեսական ապրանքների մասով։ Համագործակցելու ենք ռազմական ու նաև էներգետիկ ոլորտներում։ Մեր բոլոր առաջարկները դրական պատասխան ստացան և մենք արդեն հստակեցրել ենք մեր անելիքները։ Հայազգի մեծանուն Բևեռախույզը գիտնականն ու հասարակական քաղաքական գործիչը հետևում է Հայաստանում տեղի ունեցող իրադարձություններին։ Ասում է, որ Հայաստանի կառավարության ղեկավարը ծանր բեռ է վերցրել իր ուսերին և նրա ճիշտ վարած քաղաքականությունից է նաև պայմանավորված Հայաստանի ճակատագիրը։ Мы даже одно время отдыхали вместе. Կարեն Կարապետյանի հետ Կարելիայում միասին հանգստացել ենք, սակայն ոչ ոք չգիտեր, որ նա Հայաստանի վարչապետ կդառնա։ Ես որպես Պետդումայի ներկայացուցիչ գրեթե ամեն օր հանդիպում եմ հայ համայնքի ներկայացուցիչներին։ Ռուսաստանում հայ համայնքը ևս իր աջակցությունը կցուցաբերի կառավարությանը և կամրապնդի կապերը։ Գործարար Սամվել Կարապետյանը տեղեկացնում է, նոր ներդրումներ է նախատեսվում իրականացնել Հայաստանում, մասնավորապես մարզերում։ Ոլորտները տարբեր են՝ արտադրությունից մինչև ծառայությունների մատուցում։ 300 միլիոնի խոսենք մարտին։ Լոռի մարզին մենք առանձնահատուկ ուշադրություն ենք դարձնելու և հիմնական ներդրումների, ոչ թե հիմնական ներդրումների ագին մեծ մաս ուղղել ենք Լոռու մարզ։ Տրանսպորտի կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների նախարար Վահա Մարտիրոսյանն էլ հանդիպել է Ռուսաստանի Դաշնության արդյունաբերության և առևտրի նախարար Դենիս Մանտուրովին։ Վահա Մարտիրոսյանը ներկայացրել է հայկական ազգային ավիափոխադրողների փոխադրումներ կատարելու հնարավորությունը։ Քննարկել են Սուխոյի քաղաքացիական ինքնաթիռներ և համաձայնություն ընկերությունների հետ համատեղ նախագիծը, ըստ որի հայկական ազգային ավիափոխադրողները հնարավորություն կունենան SSG-100 ինքնաթիռով փոխադրումներ իրականացնել։ Մենք ունենք շատ լայն շրջանակ քննարկումների, դա վերաբերում է և օդային փոխադրումներին, և տրանսպորտային համակարգերին, և ճանապարհաշինությանը։ Նախարարի խոսքով SSG-100 ինքնաթիռով փոխադրումներ իրականացնելու ուղղությամբ որոշակի աշխատանք է կատարվել։ Կողմերի ներկայացուցիչները ձևավորել են ծրագրի իրականացման համատեղ աշխատանքային խումբ։ Նախանշվում են կողմերի մասնակցության չափանիշներն ու պայմանները։ Մշակվել է նախագծի ճանապարհային քարտեզը։ Նայիրի Մուրադյան, Արմեն Շահոյան, ժամը լրատվական, Մոսկվա, Ռուսաստան։